պետության դեմ կան բավականին շատ արբիտրաժային գործեր այսօր արդեն։ Եթե նրանց հաջողվեց հաջողության հասնել, այդ գումարները չի վճարելու կառավարության անդամ, այդ գումարները վճարելու ենք մենք բոլորս։ Նրանց վատ կառավարման արդյունքում, նրանց սխալ որոշումների արդյունքում կայացված որոշումների բեռը ժողովրդի վրա է, հարկատուների վրա է։ Սամվել Կարապետյանի հեծի մասով շատ բարդ է լինելու պետության համար հիմնավորել, որ շատ վատ է կառավարվել։ Հաջողության կհասնի Սամվել Կարապետյանի թիմը միջազգային արբիտրաժում ես շատ բարձր եմ գնահատում, առավել ևս այն համատեքստում, երբ որ կառավարությունը հրաժարվեց կատարել միջանկյալ որոշումը արբիտրաժի, որովհետև դա արդեն ավելի է ծանրացնում նրանց դիրքը, որպեսզի իրենց թեզը տանեն առաջ։